Անուն Հոր եւ Որդվո եւ Ոգուին Սրբո ամեն։ Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է, որովհետեւ հինն անցավ եւ ամեն ինչ նոր եղավ։ Սիրելի բարեբաշխ ժողովուրդ, Պողոս առաքյալը հոգեվոր իմաստով նոր մարդ դառնալու իրողությանը անդրադառնալով Կորինթացիներին ուղղված իր երկրորդ թղթում ասում է, որ դրա միակ ճանապարհը Քրիստոսին միանալն է, այսինքն ըստ նրա վերանորոգության ընթացքը մարդու կարողությունից բարձր է։ Հնարավոր է վերանորոգվել միայն հույսը դնելով մեր Տիրոջ վրա, որով այս փոփոխությունը, լինի դա սովորություն եւ կամ թե բնավորություն, կարելի է փոխել միայն միանալով Հիսուսին։ Հարց է առաջանում, թե մարդու բնավորությունը կփոխվի։ Այս հարցը միշտ էլ հուզել է բոլորիս եւ ամեն անգամ փորձել ենք ինքներս պատասխանել, թե այս մասին մտածելով ինչը կարող ենք նկատի ունենալ։ Այստեղ խոսքը բնավորության, թե նկարագրի փոփոխության մասին է։ Բնական ձևով մարդիկ վախենում են վատ բնավորություն ունեցողից եւ փնտրում են այնպիսիներին, որոնք լավ բնավորություն ունեն նրանց հետ ապրելու, ամուսնանալու, աշխատելու կամ նույնիսկ պարզապես խոսելու համար։ Այդ է պատճառը թերևս, որ նրանք տարբերություն են ուզում տեսնել մարդկանց սովորությունների, նկարագրի եւ բնավորության միջև։ Եթե մի սովորություն երբեմն մեծ դժվարությամբ փոփոխելի է համարվում, բնավորության փոխվելուն չենք ուզում հավատալ։ Հատկապես մի կողակից փնտրելու ընթացքում ուշադրություն ենք դարձնում նրա բնավորությանը, ինչպիսի բնավորության տեր մեկն է, հարցնում ենք հաճախ նկատի ունենալով ենթակայի նկարագիրը։ Չմոռանանք, որ Հիսուս երբ ընտրեց իր 12 առաքյալներին, նրանք տարբեր բնավորության տեր մարդիկ էին, սակայն մեր Տիրոջով նրանք միացան ու դարձան մեկ մարմին եւ մեկ ընտանիքի անդամներ, փոխելով իրենց բնավորության ու սովորության նույնիսկ ամենավատ գծերը։ Կենդանական աշխարհին կարելի է նայել այլ տեսանկյունից, քանի որ նրանցից յուրաքանչյուրի շարժումը բնազդային է։ Բնավորությունը կարելի է փոխարինել բնություն բառով։ Իրեն խնամող ու կերակրող անձնավորության վզին եւս կարող է փաթաթվել մի օծ նրան խեղդելու համար։ Այստեղ օծը իր բնությունն է, որ իրագործած է լինում եւ ոչ թե ապերախտ է գտնվում։ Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է, որովհետև հինն անցավ եւ ամեն ինչ նոր եղավ։ Ամեն մարդ ինքն իր կյանքի օրինակով կարող է վկայել, թե անկարելի են ջնջել որոշ կարգի սովորություններ, երբ փորձում են խրատել նրանց մոռանալու դրանցից ամենավտանգավորը, նրանք այսպես են արտահայտվում. մյուս բոլոր սովորությունները պատրաստ ենք մոռանալու, բայց այս մեկը չենք կարող։ Եփրեմ Խուրին ասում է. սովորիր յուրաքանչյուր մարդու մասին բարին խոսել, իսկ քեզ նվաստացնել։ Դրանում է մեծ խոնարհությունը, որը դժոխքից հոգին է բարձրացնում, կրքերն է հատում ու հաղթական զենք է սատանայի դեմ։ Երբեմն մարդիկ դժբախտաբար ոչ միայն իրենց վատ սովորությունները չեն ուզում վերացնել, այլ իրենց գործը թողած զբաղվում են չարախոսությամբ, բամբասանքներով ու ինչպես ժողովուրդն է ասում, սրա նրա միսը ծամելով։ Մի խոսքով, ոչ այն գործով, որն իրենց է վերաբերում։ Քրիստոսի հետ միացումը սակայն ենթադրում է մի նոր ընթացք, որի մեջ մեծ դեր ունի աստվածաբարքև կամքը։ Մարդը անասունից տարբերելու կարևորագույն կետերից մեկը արդարորեն պետք է նկատել Աստծու կողմից մարդուն տրված կամքը։ Կարիճին ինչքան էլ բարի նկատենք իր հանդարտ վիճակից դատելով, միշտ հավանականություն կա, որ նա հանգարտ ցատկի ու խայթի։ Երբ վատ բնավորության հզոր ուժի դիմաց զգաս, որ խեղճանում ես եւ չես կարողանում քեզ տիրապետել, մի հուսահատվիր եւ մի թող քեզ բախտի կմահաճույքին ասելով. ինչ ուզում է թող լինի, ել չեմ կարողանում դիմանալ։ Միշտ հիշիր, արժեքավոր մեկն ես եւ այն կյանքը, որ պարգեւած է քեզ, պետք է ապրես արդար ու մաքուր կյանքով, օգտագործելով այն բոլոր բարիքները, որոնք Աստված տվել է քեզ եւ աղոթքի միջոցով կամաց միանալով մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ, պիտի կարողանաս դուրս հանել քո միջից բնավորության ամենավատ գծերը, մաքրելով քո հոգեկան աշխարհը ու վստահ եղիր, որ խիղճդ անպայման
հանգիստ կլինի եւ կյանքդ դրախտի կվերածվի այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն